14 տարեկան մի աղջիկ մի օր գնում է ոստիկանություն ու ասում, որ անընդհատ նույն երազն է տեսնում։ Անգլուխ կնոջ մարմին, որ անընդհատ հետապնդում էր իրան։ Գիտեր, որ մարմինը պատկանում էր մի կնոջ, որին մի խումբ տղամարդիկ առևանգել էին ու հետը ինչ ուզում անում էին։ Արդեն մի քանի շաբաթ էր անցել։ Այս կինը դանդաղ մահանում էր, բայց ոչ ոք չէր փորձում օգնություն ցուցաբերել։ Ոչ ոք չէր փնտրում։ Երևի արդեն երազում էր մահանալու մասին, որովհետև տեսարանը անտանելի էր։ Իսկ այդ ամեն ինչը ապրելը, այդ ամեն ինչը զգալը երևի ավելի վատ էր, քան մահը։ Բայց ով էր այս աղջիկը ու ինչի էր այս ամեն ինչը ոստիկաններին պատմում։ Դա ավելի շատ հոգեբանի գործն է։ Աղջիկը նկարագրում է այս կնոջը, այն տղամարդկանց, որ առևանգել ու տանջում էին իրան, տունը, տարածքը, բոլոր մանրամասներով, ամեն մանրուք, ու այս ամեն ինչը սկսում է շատ տարօրինակ թվալ։ Հնարավոր չի, որ այդքան մանրամասներով երազ տեսներ, հիշեր ու հոգեբանի փոխարեն գնար ոստիկաններին պատմել։ Որոշում են ամեն դեպքում գնալ ու ստուգել այն տունը, որտեղ ըստ աղջիկա այդ պատմությունը տեղի է ունեցել։ Մտնում են ներս ու ամեն ինչ պարզ է դառնում։ Դա երազ չէր։ Այս աղջիկը իր սեփական աչքերով տեսել էր այդ ամենը։ Ու ինքն էլ այդ տանջող մարդկանցից մեկն էր։ Այն ինչ բացահայտեցին շատ ավելի վատ էր, քան պատկերացնում էին։ Երազը այս պատմության չնչին հատվածն էր։ Խոսում ենք պատմության մեջ ամենադաժան սպանություններից մեկի մասին, որ հայտնի է դարձել Hello Kitty-ի խաղալիքի շնորհիվ։ Բարի գալուստ, Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սերիական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Այսօրվա պատմությունը շատ եք առաջարկել ու վաղուց էի ուզում պատմել, բայց քանի որ ինքը շատ դաժան է, սկսում եմ մի քիչ խորանալ, հետո էի քաշվում։ Արդեն 3 տարի է այս պատմությունը անընդհատ հայտնվում է բոլոր տեսանյութերի մեկնաբանություններում, եթե անգամ չեմ պատասխանում, հաստատ տեսել եմ, իմացեք, որ կարդում եմ բոլորը։ Դրա համար եթե ունեք պատմություն, որ մտածում եք հետաքրքիր է, արժի ավելի մանրամասն խոսել, թողնում ենք ներքևում, եթե հաջորդը չլինի, մյուսը չլինի, չգիտեմ, մի ամսից չլինի, մի օր հաստատ կլինի։ Քանի որ հիմա արդեն ավելի ազատ եմ լինում, ավելի շատ ժամանակ ունեմ տեսանյութերի համար, նոր պատմություն կլինի ալիքում ամեն շաբաթ, հենց շաբաթ օրը ժամը 5-ին։ Շնորհակալություն։ Ինչպես միշտ պիտի զգուշացնեմ, որ ալիքում բոլոր պատմությունները իրական են ու նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Այսօր այդ զգուշացումը ավելի ակտուալ է, քան ալիքի մյուս պատմությունների դեպքում կամ գոնե շատերի դեպքում։ Ովքեր որ լսել են Ջունկո Ֆուրոտայի մասին, այդ աստիճան վատն է։ Դրա համար եթե սրտից թույլ եք, խնդրում եմ գնացեք ուրիշ բան նայեք։ Կհանդիպենք մեկ ուրիշ անգամ, եթե ավելի թեթև պատմություն լինի։ Իսկ եթե դեռ այստեղ եք, հետո չասեք չես զգուշացրել, անցնում ենք առաջ ու իհարկե սկսում ենք ամենասկզբից։ Ֆան Մային ծնվել էր 1976 թվականին Չինաստանի Շենժեն քաղաքում, որ գտնվում է Հոնկոնգին շատ մոտ։ Սկզբում ապրում էր ծնողների հետ, բայց հետո մի օր անհայտ պատճառներով աղջկան թողնում ու գնում է։ Այսպես Ֆան Մանը հայտնվում է աղջիկների համար նախատեսված մանկատանը արդեն Հոնկոնգում ու այդտեղ երկար տարիներ ապրելուց հետո այդպես էլ չի որդեգրվում։ Քանի որ այդ տարիներին այս համակարգը այնքան զարգացած չէր, ինչքան հիմա, շատ սահմանափակումներ կային ու միանգամից շատ սաների չէին կարող պահել։ Երբ որ հասնում էին ինչ-որ տարիքի, ստիպված էին լինում մանկատնից դուրս գալ, իրանց համար տուն ու աշխատանք գտնել, որ իրանց փոխարեն արդեն ավելի փոքր տարիքով երեխեքի բերեին։ Ֆանմանը մանկատունը լքում է 15 տարեկանում։ Այդ ժամանակ ոչ ծնողներ ուներ, ոչ ընտանիք, ոչ ծանոթ, բարեկամ, ոչ էլ ընկերներ։ Լրիվ ինքնուրույն պիտի կյանքը զրոյից կառուցեր, ինչը բարդ է ցանկացած մարդու համար, անգամ եթե որոշակի աջակցություն ունեն, բայց Չինաստանում 80-ական, 90-ական թվականներին 15 տարեկան աղջիկը, որ մեծացել էր մանկատանը, շատ տարբերակներ չուներ։ Սկզբում ապրում էր փողոցում ու շատ տեղեկություն չունենք նրա մասին, թե այդ ընթացքում որտեղից էր ուտելիք գտնում, ինչ էր աշխատում, ոնց էր կարողանում գոյատևել, բայց բանը հասնում է նրան, որ սկսում է շփվել անտուն մարդկանց հետ, ովքեր չափահաս էին ու գլխավոր պատճառը, որ անտուն էին, այն էր, որ նյութերից կախվածություն ունեին։ Ֆանմանը ինքն էլ սկսում է նյութեր օգտագործել ու ժամանակի ընթացքում կախվածություն է ձեռք բերում, բայց ամեն անգամ չի, որ անվճար տալու էին, ասեին փորձի։ Պիտի գումար ունենար։ Քանի որ անտուն անչափահասին, որ հիմա նաև թմրամոլ էր, ոչ ոք չէր պատրաստվում աշխատանք տալ, Ֆանմանը դիմում է ծայրահեղ քայլերի։ Մտածում է, որ իր դեպքում իրան հարմար միակ աշխատանքը մարմնավաճառությունն է։ Այդ ժամանակ էլ 15 տարեկան չէր, բայց դեռ շատ մեծ էլ չէր։ Ընդամենը 18-19 տարեկան էր։ 21 տարեկանում աշխատանքի անցնում հասարակած տանը, որտեղ
ավելի շատ գործ է լինում, ավելի շատ գումար է աշխատում ու ինչ-որ չափով կարողանում է հոգալ իր կարիքները։ Այստեղ հաճախորդներից մեկի հետ սկսում է մտերմանալ, սկսում են հանդիպել, հետո ինչ-որ պահի ամուսնանում են ու միասին ապրում։ 2 տարի հետո 1998 թվականի նոյեմբերին ծնվեց Ֆանմանիի տղան։ Տղայի հայրը ինքն էլ կախվածություն ուներ, Ֆանմանը շարունակում էր թմրանյութեր օգտագործել, անընդհատ կռվում էին, գոռում, երեխան լացում էր, գժանոց։ Եթե մինչև դա Ֆանմանը ուղղակի գոյատևում էր ու իրան շատ չէր հուզում են, որ այն ինչ անում էր իրականում վտանգավոր էր, հիմա արդեն կյանքում առաջին անգամ պիտի մտածեր իրանից բացի ուրիշ ինչ-որ մեկի մասին, տղայի մասին։ Այսպես քանի որ հասկանում է, որ այն ընտանիքը, որ ստեղծել էր, այն սովորությունները, որ ուներ, այն միջավայրը, որտեղ երեխան մեծանում էր, առողջ չէր, որոշում է, որ պիտի լավ մամա դառնա ու կյանքը պիտի հիմնովին փոխի։ Առաջին հերթին դրա համար պիտի սթափ լիներ։ Փախթահարում է կախվածությունը, աշխատանքից դուրս է գալիս, էլ որոշում է այդ գործով ընդհանրապես չզբաղվել, ամուսնուն թողնում է, տղային վերցնում է ու տեղափոխվում Հոնկոնգի ուրիշ հատված։ Այստեղ սկսում է աշխատել կարաոկե ակումբում, որտեղ մտերմանում է հաճախորդներից մեկի հետ 1997 թվականից։ Այս մարդու անունը Չանման Լոկ էր, բայց ուղղակի ասելու ենք Ալոկ, որովհետև այդպես էր ներկայանում։ Ալոկը նույն Չանման Լոկը ծնվել էր 1965 թվականի մայիսի 17-ին ու որ ծանոթացան արդեն 33 տարեկան էր։ Դեռ դպրոցական տարիներից այս տղան հայտնվել էր սխալ շրջապատում ու հետո ինքն էլ մեծանում ու դառնում է սխալ շրջապատ, որտեղ կարող եք ընկնել դուք։ Մինչև ավագ դպրոց գնալը արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր ապօրինի թմրանյութ վաճառելու հոդվածով, բայց ոչ մի լուրջ հետևանք չի ունենում։ Իսկ հետագա տարիներին, եթե ապօրինի ինչ-որ բան էին նկատում այս տղայի կողմից, էլ չէին էլ խառնվում, որովհետև միացել էր Washing Wall Chinese հանցավոր խմբին, որ շատ վտանգավոր էին։ Մի քիչ ավելի մեծ տարիքում սկսում է կազմակերպել մարմնավաճառություն։ Ինչ է դա նշանակում։ Գտնում է հաճախորդ, մի հարցրեք որտեղից, իր անկերներն էին ու իր նման մարդիկ էին հավանաբար։ Գտնում է աղջիկներին ուղարկում է հաճախորդի մոտ, կատարում են աշխատանքը, ինքը վերցնում է դրանից տոկոս։ Ֆանմանը Ալոկի հետ ծանոթանալու շատ չանցած վերադառնում է նախկին կյանքին։ Նորից սկսում է թմրանյութեր օգտագործել, սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել, որովհետև հյուրընկալի աշխատանքով այնքան չէր վաստակում, որ համ կարողանար որպես միայնակ մայր երեխա մեծացներ, համ էլ իր կարիքները հոգար, որ քանի որ արդեն թմրանյութեր էր օգտագործում, ծախսերը ավելի են շատացել։ Այսպես եկամուտը մեծանում է, բայց նաև շատանում են ծախսերը ու գնալով ավելի ու ավելի շատ գումարի կարիք ունենում։ Մի օր հավաքված են լինում, այդ հանցավոր խմբի անդամներով եկել են կարաոկե ու ինչ-որ պահի Ֆանմանը մենակ է մնում Ալոկի իրերի հետ։ Դրամապանակից գումար է գողանում։ Ալոկը հետո նկատում է, որ գումարը չկա, որովհետև այդքան էլ քիչ չէր։ $500 էր վերցրել, որ հիմա համարժեք կլիներ մոտավոր 800-ի։ Միանգամից հասկանում է, որ Ֆանմանն է վերցրել, որովհետև այն պահին, որ անհետացել է գումարը, այդ տարածքում մենակ Ֆանմանն է եղել։ Եթե ինքը չլիներ, ուրեմն ընկերները պիտի լինեին, իսկ ընկերները լավ գիտեին, ինչ է լինում, երբ որ ինչ-որ մեկը Ալոկին փորձում է չհարգել։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չգիտեին, Ֆանմանը պիտի օրինակ դառնար։ Սկզբում Ալոկը ասում է, որ պիտի վերադարձնի գումարը, բայց այդ $500-ից բացի պիտի վճարեր հավելյալ $1300։ Բնականաբար այդքան փող չուներ, եթե ունենար, չէր գողանա։ Ալոկը ասում է՝ դե լավ, դրա փոխարեն իմ համար անվճար կաշխատես։ Բայց դրան շատ երկար էր տևելու, իրան բացարձակ չէր հետաքրքրում, որ այս աղջիկա խնամակալության տակ անչափահաս երեխա կար։ Այս տղան այդքան չէր պատրաստվում սպասել։ Ինչ որ մասը ասում է, հա, աշխատելով կփոխհատուցես, իսկ մյուս մասը գնա ինչ-որ բան արա, ինձ չի հետաքրքրում, ես իմ փողն եմ ուզում։ Այդ $500-ը ինչ-որ ժամանակ հետո կարողանում է վերադարձնել, բայց մյուս մասը շատ երկար է տևում, իսկ Ալոկի համբերության բաժակը լցվում էր։ Ուղարկում է իր 2 ընկերներին ու նաև այս 14 տարեկան աղջկան, որ իր ընկերուհին էր, սիրուհին էր, ասում է, որ պիտի գնան Ֆանմանին հանեն իր տնից ու տանեն մի հատ ուրիշ տուն, որ ինքը վարձակալել էր։ 14 տարեկան ընկերուհի։ Ես կգժվեմ։ Սկզբում նպատակն էր, որ ստիպեր Ֆանմանը մենակ իր համար աշխատեր, որովհետև կողքից էլի աշխատում էր, որ երեխուն պահեր։ Այսպես էս աղջկան տանում են այդ վարձակալած բնակարանը, բայց մինչև կհասցներ աշխատանքի անցնել, Ալոկը միտքը փոխում է։ Իրան գումար պետք չէր։ Պետք էր, որ նման բաներ էլ չկրկնվեին։ Իսկ դրա համար պետք էր օրինակ ստեղծել։ Ֆանմանին կապկպում են մետաղներով, որ ամեն անգամ շարժվելուց ցավ զգա։ Սկսում են երկաթե ձողերով ծեծել այնքան, մինչև ոսկորները կոտրվում են։ Ոտքից գլուխ ծածկված էր վերքերով։ Այս թարմ վերքերի վրա կծու համեմունքներ էին լցնում ու ծիծաղում։ Սադիզմի գագաթնակետ ուղակի, բայց ամեն ինչ դեռ նոր է սկսվել։ Մոմ էին վառում ու երբ որ հալվում էր, այդ տաք վաքսը թափում էին թարմ վերքերի վրա։ Բռունցքներով ու ձողերով խփում էին գլխին։
Միանգամից 50 անգամ։ Գլխին ստացած անգամ 1 հարվածից կարող է լուրջ խնդիրներ առաջանալ։ 50 հարված։ Այս ամեն ինչին դիմանում էր հերիք չի, մի բան էլ ստիպում էին, որ ասեր իրան դուր էր գալիս։ Իսկ եթե հրաժարվում էր, որովհետև ոչ թե որովհետև հպարտությունը թույլ չէր տալիս, կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, այլ որովհետև ուղղակի խոսելու ուժ չուներ, ավելի էր վատանում ամեն ինչ։ Ավելի ուժեղ էին խփում, ավելի դաժան էին դառնում տանջանքները, նոր մեթոդներ էին կիրառում։ Եթե կարողանում էր ասել, որ դուր ա գալիս, ասում էին, դե որ դուր ա գալիս, խնդրեմ։ Այսինքն երկու դեպքում էլ ավելի էր վատանում ամեն ինչ։ Աֆոնգը, այս 14 տարեկան աղջիկը ինքն էլ ստիպված էր մասնակցել այդ տանջանքներին։ Ինչ որ ասում էին, պիտի խելոք լսեր, որովհետև տեսնում էր, թե ինչ ա լինում, երբ ինչ որ մեկը ալոկին դեմ ա դուրս գալիս։ Եթե շատ ուրիշ դաժան տղամարդիկ գոնե խղճում են կանանց ու երեխեքին, ալոկը ոչ ֆանմանին էր խղճացել, ոչ էլ իր երեխուն։ Իսկ Աֆոնգը համ աղջիկ էր, համ երեխա։ Այս տանջանքները շարունակվեցին 1 ամիս։ 1999 թվականի ապրիլի 14-ից 15-ը հստակ ժամանակ չունենք, բայց գիտենք, որ գիշերը Ֆանմանը մահացավ։ Ընդամենը 23 տարեկան էր։ Ես էլ եմ 23 տարեկան, ձեր մեջ էլ շատերը կան։ Բոլորս էլ դժվարություններ տեսել ենք, բայց ոչ այսքան, ոչ այս աստիճան։ Ու դա ապացուցում է, որ կյանքի հետագա ընթացքը ու այս դեպքում նաև վերջը շատ հաճախ որոշվում է նրանով, թե որտեղ ու ինչ պայմաններում եք ծնվել։ Ճիշտ է, կարող է այն փաստը, որ իր ծնողները իրան թողել գնացել են ու որ մահացել է նման դաժան մարդկանց ձեռքով իրար հետ այդքան էլ կապ չունեն առաջին հայացքից, բայց եթե մտածում եք, եթե ծնողները այդտեղ լինեին, եթե կարողանար կրթություն ստանալ, եթե կարողանար ինչ-որ աշխատանք ունենար ու ստիպված այդ ամեն ինչը չաներ, երևի այսպես չէր ավարտվի ամեն ինչ։ Այս աղջկան անգամ մահից հետո հանգիստ չտվեցին։ Մահացած մարմինը տարան լոգարան, տեղափոխեցին վաննայի մեջ, վերցրեցին սղոցը ու սկսեցին մասերի բաժանել։ Հետո այնտեղ, որտեղ ուտելիք էին սարքում, այն նույն կացան, որ օգտագործում էին իրանց ճաշը սարքելու համար, օգտագործում են Ֆանմանի մարմնի մասերը էփելու համար։ Երկար եռացնելուց հետո միսը ոսկորից առանձնացվում է, ու եթե դրսում տեսնեիք, հաստատ չէիք մտածի, որ մարդու ոսկոր է։ Ինչ գործ ունի մարդու ոսկորը դրսում։ Չնայած այսքան պատմություններից հետո արդեն ինչ ասես լսել ենք։ Ով իմանա։ Իսկ եթե անգամ հասկանային, որ մարդու մարմինը է, չեն իմանա ով է ու որ իրանց հետ ընդհանրապես կապ ա ունեցել։ Բայց երբ որ խոսքը գնում է գլխի մասին, ամեն ինչ ուրիշ է։ Երբ որ գլխամաշկը քայքայվում է, մարդու գլուխը գանգը յուրահատուկ է։ Հաստատ ոչ ոք չէր շփոթելու կենթանու ոսկորների հետ։ Ուրիշ բան պիտի մտածեին։ Չգիտեմ ում գաղափարներ, բայց որոշում են, որ պիտի վերցնեն տանը դրված Hello Kitty փափուկ խաղալիքներից մեկը, հետևից կտրեն, գլուխը դնեն մեջը, նորից կարեն ու հետ դնեն տեղը։ Հետո էլ գնան իրանց գործերով։ Հիմա հարց. ինչ եք անում դուք 14 տարեկանում։ Ես շնորհուկ կապել չգիտեի, իսկ Աֆոնգը այստեղ նստած նայում էր, տեսնում էր այս ամեն ինչը ու չգիտեր ոնց արձագանքեր։ Անցավ որոշ ժամանակ, ոչ ոք էլ Ֆանմանի մասին չէր խոսում, տղաները երևի մոռացել էին, բայց Աֆոնգին այդ ամեն ինչը հանգիստ չէր տալիս։ Գիշերը չէր կարողանում քնել։ Երազին Ֆանմանի անգլուխ մարմինը հետապնդում էր իրան։ Ցերեկը անընդհատ թվում էր, որ հոգին այդտեղ է ու իրան ամեն տեղից նայում է։ Գիշեր ցերեկ տագնապի մեջ էր ու այդ ամեն ինչը տեսնելուց հետո բնականաբար կյանքը էլ երբեք առաջվանը չէր կարող լինել։ 1999 թվականի մայիսի 24-ին Աֆոնգը գնում է ոստիկանություն ու պատմում, թե իր հետ ինչ ա կատարվում։ Սարսափելի տեսք ուներ։ Տառապած, լացած, աչքերը ուռած, չքնած ու ընդամենը 14 տարեկան էր։ Ոստիկանները բնականաբար անհանգստացել էին, բայց համել մտածում էին, որ հոգեկան խնդիրներ ունի ու սկզբում լուրջ չէին վերաբերվում։ Բայց այս աղջիկը պնդում էր, որ սեփական աչքերով ա տեսել։ Ինքն էլ ստիպված ա եղել մասնակցել, որովհետև վախենում էր։ Պատրաստ էր ոստիկաններին ուղեկցել ու այդ տունը ցույց տալ, որովհետև ասում էր, որ այնտեղ շատ ապացույցներ կան, բայց մի պայմանով։ Եթե խոստանային, որ իրան կպաշտպանեին ալոկից ու իր ընկերներից։ Վախենում էր բնականաբար, բոլորն էլ այդ աստիճան դաժանություն տեսնելուց հետո կվախենային, բայց ոստիկանները վստահեցնում են, որ ինքը ապահով է, ամեն ինչ կարգին է։ Գնում են միասին այդ տուն ու բոլորը քարացած իրար են նայում, երբ որ առաջին բանը, որ տեսնում են, հենց որ մտնում են ներս, լինում է Hello Kitty-ի խաղալիքը։ Հենց այն նույնը, որ նկարագրել էր ջրահարսի պոչով։ Աղջիկը արդեն ամեն ինչ պատմել էր։ Գիտեին, որ այդ խաղալիքը կա ու նաև գիտեին, որ Ֆանմանի գլուխը ներսում է։ Կտրված մարդու գլուխ խաղալիքի ներսում։ Ահա, առաջին մասը արդեն հասկացան, որ ճիշտ էր ասել, բայց ամեն դեպքում պիտի ստուգեին, որ երկրորդն էլ ճիշտ լիներ։ Դրա համար բացում են խաղալիքը ու տեսնում կնոջ գլուխ կտրված
որի վրա միջատները վխտում էին։ Բնակարանում սառնարան կար, որտեղ սովորական ուտելիքի կողքին դրված էր տոպրակով մարդու օրգաններ, իսկ տան մյուս հատվածում մի քանի ատամ։ Չլսված հանցագործություններ։ Եթե մի կնոջդ այդքան դաժան էին գտնվել, ինչ իմանաս էլ ինչերի են ընդունակ։ Պիտի արագ գտնեին ու ձերբակալեին։ Մայիսի 28-ին ոստիկանները առանց զգուշացնելու մտնում են մի տուն, որտեղ ապրում էր ալոկը։ Կնոջ ու նորածին երեխու հետ միանգամից ձերբակալում են, այս պատմությունը սկսում են լուսաբանել ու բնականաբար նաև են փաստը, որ ալոկին ձերբակալել են արդեն։ Լուրը իհարկե հասնում է նաև ընկերներին, այն ընկերներին, որ օգնել էին իրան այս ամեն ինչը անել, իրանք էլ էին մասնակցել։ Իհարկե չէին գալու ոստիկանությունից հանեին, փրկեին, տանեին իրանց ընկերոջը, որովհետև գիտեին, որ իրանք էլ էին մեղավոր։ Տղաներից մեկին էլի շատ արագ ձերբակալում են, իսկ մյուսը հասցնում է դիմել փախուստի։ Գնաց Չինաստան ու բավական երկար ժամանակ կարողացավ թաքնված մնալ, բայց վերջապես Չինաստանի ոստիկանները կարողացան գտնել ու ձերբակալել այս տղային արդեն 2000 թվականի փետրվարի 14-ին։ Շնորհավոր Վալենտին։ Դատավարությունը սկսվեց 2000 թվականի հոկտեմբերի 20-ին ու էլ ավելի դաժան մանրամասներ սկսեցին ի հայտ գալ։ Տղաները ասացին, որ իրանք Ֆանմանին սպանելու մտադրություն չեն ունեցել, ընդամենը ուզում էին դաս տալ։ Պնդում են, որ իրանք մարմինի մասերի չեն բաժանել, բայց խոստովանեցին, որ անգամ մահանալուց հետո ծեծել են Ֆանմանին, որպես պատիժ, որ մահացել է ու մնացել իրանց վրա, իսկ գլուխը կտրել էր ալոկը։ Երեքին էլ մեղավոր են ճանաչում ազգուշությամբ, սպանության ու ապօրինի բանտարկության համար։ Այսինքն մոռանում ենք, որ այնքան են ծեծել, այն աստիճան մարմնական վնասվածքներ են հասցրել, որ ուղղակի հնարավոր չի, որ ինչ-որ մեկը ողջ մնար։ Մոռանում ենք, որ անգամ մահանալուց հետո շարունակվել է բռնությունը։ Ծեծել են, մարմինը մասերի են բաժանել սղոցով, գլուխը թաքցրել են խաղալիքի մեջ ու ասում են կանզգուշությամբ սպանություն։ Պատահական է ստացվել, իրանք չէին ուզում։ Աֆոնգին ուղարկեցին վերականգնողական կենտրոն, որովհետև նախ անչափահաս էր ու հետո էլ գտնվում էր հոգեբանական սարսափելի վիճակում։ Տղաներին երեքին էլ դատապարտեցին ՍՄ ազատազրկման վաղաժամ ազատվելու հնարավորությունով։ Այսինքն ինչ-որ ժամանակ հետո կարող էին դիմել դատարանին ու ներում հայցել։ Տղաներից մեկը շատ չանցած նորից դիմում է դատարան ու խնդրում վերանայել որոշումը, ինչի արդյունքում վճիռը կրճատվեց ու բանտից դուրս եկավ 2014 թվականին։ Բայց 2022 թվականին նորից ձերբակալվեց անչափահասին 1 տարի շարունակ սեռական բռնության ենթարկելու համար։ Եկեք ֆիքսենք, որ 1 տարի էր, 12 ամիս ու եկել են փաստը, որ այդ երեխան 10 տարեկան աղջիկ էր։ Հիմա երեքն էլ դեռ բանտում են, շարունակում են կրել պատիժը։ Աֆոնգը ենթադրում են, որ դուրս է եկել վերականգնողական կենտրոնից, բայց թե որտեղ է, ինչ է անում, ինչով է զբաղվում, հանրությանը հայտնի չի։ Այս պատմության հիման վրա նկարահանված 2 ֆիլմ կա, երկուսն էլ վատն են։ Չգիտեմ, այս պատմությունից շատ ջղայնացել եմ։ Ու հասկացել եմ մի բան, աշխարհը բաժանվում է 2 մասի։ Ձախ կողմում սպանությունները ավելի շատ են լինում ու հիմնականում լինում են նույն կամ նման պատճառներով։ Լինում են ֆինանսական նպատակներով, սեռական կամ էլ մեկը մյուսին դավաճանում է, բայց չի ուզում խոստովանել։ Չի էլ ուզում բաժանվել, որովհետև ամոթ է։ Աջ կողմում սպանությունները ավելի քիչ են լինում, բայց ավելի տարօրինակ են, որովհետև մարդիկ ուղղակի օքեյ չեն։ Շատ դաժան է միշտ, առանց պատճառ շատ դեպքերում ու անում են բաներ, որ երբեք ոչ մեկի մտքով չէր անցնի։ Դրանք իմ համար ավելի հետաքրքիր են, որովհետև ավելի շատ հարցեր են առաջացնում, բայց նորից եմ ասում, եթե ունեք ինչ-որ պատմություններ, որ ուզում եք լսել, կարող եք թողնել մեկնաբանություններում, իսկ այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը ժամ 5-ին։ Գնացինք, bye։